Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության մեծարգո նախագահ 8-րդ համաժողովի հարգելի պատվիրակներ, սիրելի ժողովուրդ։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող կուսակցության արտահերթ 8-րդ համաժողովը առաջին հերթին լավ առիթ է իմի բերելու կուսակցության եւ վարչապետ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները վերջին 8 տարիներին։ Դրանք իհարկե բազմաթիվ են եւ բազմավոլորտ, սակայն ես այսօր կանգ կառնեմ տնտեսության մեջ ձեռքբերումների վրա, որոնք իրապես շատ մեծ են եւ հպարտանալու առիթ տվող։ Սկսենք համախառն ներքին արդյունքից, ՀՆԱ-ից։ Մեր երկրի ՀՆԱ-ն միայն 2025 թվականին աճել է կրկնակի ավելի շատ, քան 2015-17 թվականներին միասին վերցրած։ Կրկնում եմ, միայն 2025 թվականին աճել է կրկնակի ավելի շատ, քան 2015-16-17 թվականներին միասին վերցրած։ Այսպես, եթե այդ 3 տարիների ընթացքում մեր ՀՆԱ-ն աճել է 520 միլիարդ դրամով, ապա միայն անցած տարի ավելի քան կրկնակի շատ 1.1 տրիլիոն դրամով։ Առհասարակ, դոլարային արտահայտությամբ մեր ՀՆԱ-ն 17 թվականի 11.5 միլիարդ դոլարի նկատմամբ աճել է ավելի քան 2.5 անգամ, կազմելով շուրջ 29.2 միլիարդ դոլար։ Մոտ 2.5 անգամ ավելացել է նաև մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, 3870 դոլարից դառնալով 9470 դոլար։ Եթե 2017-ին համաձայն արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանն այս ցուցանիշով աշխարհում 150-րդն էր, ապա 2025-ին արդեն 112-րդը։ Իսկ ինչ է տնտեսական աճը, պարզապես վիճակագրություն, թե բարեկեցություն։ Այժմ մեր երկրում տնտեսական աճը նախ եւ առաջ բարեկեցություն է, նոր աշխատատեղերի ստեղծում, կենսաթոշակների բարձրացում, դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների եւ այլ ենթակառուցվածքների կառուցում եւ վերջապես առողջապահության ապահովագրություն։ Իր հերթին այդ տնտեսական աճը չէր կարող տեղի ունենալ առանց կառավարության գործուն միջամտության։ Միայն կառավարության մեկ աջակցության ծրագրով պետությունը բիզնեսին օգնել է ոչ ավել, ոչ պակաս 246 միլիարդ դրամով։ Եվ միայն սրա արդյունքում ստեղծվել է 41,000 մշտական աշխատատեղ, կատարվել են միլիարդավոր դոլարների ներդրումներ։ Տնտեսական աճի արդյունքում է, որ 17 թվականի դեկտեմբերի համեմատ 25 թվականի դեկտեմբերին մեր երկրում արձանագրվել է 288,500 նոր աշխատատեղ։ Ընդ որում, այս ամենին զուգահեռ արձանագրվել է նաև աշխատավարձերի էական ավելացում։ Բերեմ մեկ օրինակ, որը ցույց է տալիս, թե որակապես ինչպես է փոխվել մեր քաղաքացիների կյանքը վերջին տարիներին։ Այսպես, եթե 2017 թվականի տարեվերջին Հայաստանում 500,000 դրամից ավել աշխատավարձ էր ստանում մոտ 41,000 մարդ, ապա 25 թվականի տարեվերջին այդ թիվն ավելացել է մոտ 4 անգամ, կազմելով շուրջ 160,000 մարդ։ Եվ սա այն պարագայում, երբ 2017-ին եկամտային հարկը 27% եւ ավելին էր, իսկ 25-ին 20%։ Մարդկանց բարեկեցության ավելացման լավագույն ցուցանիշներից մեկը խնայողություններն են, որոնք նույնպես էականորեն ավելացել են։ Այսպես, եթե 2017-ին ավանդները կազմում էին մոտ 2.6 տրիլիոն դրամ, ապա 25-ին այդ ցուցանիշն ավելացել է մոտ 3 անգամ, կազմելով 7.5 տրիլիոն դրամ։ Երբ խոսում ենք տնտեսական աճից, երբեմն քննադատում են, թե տնտեսական աճը իբր որակյալ չէ, իբր այն կապված չէ արդյունաբերության հետ եւ այլն։ Շտապեմ հիասթափեցնել այդ մարդկանց։ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալները վերջին 8 տարում աճել են 2.3 անգամ։ 2017 թվականի 3.8 միլիարդ դոլարի դիմաց 2025-ին դառնալով 8.6 միլիարդ դոլար։ Սրա արդյունքում միայն մշակող արդյունաբերության մեջ ստեղծվել է լրացուցիչ 39,000 աշխատատեղ։ Սիրելի հայրենակիցներ, խաղաղության օրակարգի հաղթանակից հետո մենք հստակ կենտրոնանալու ենք տնտեսական զարգացման եւ բարեկեցության օրակարգի վրա։ Առաջին հերթին մենք շարունակելու ենք ապահովել կայուն տնտեսական աճ, տարեկան առնվազն 6%։ Սա այն հիմքն է, որի վրա կառուցվելու է մնացած ամեն ինչ։ Ժամանակի սղության պատճառով իհարկե չեմ կարող անդրադառնալ այն հսկայածավալ ու բազմամիլիարդանոց տնտեսական ծրագրերին, որոնք կան մեր նախընտրական ծրագրում եւ վերաբերվում են տնտեսության բոլոր ճյուղերին։ Սակայն ամփոփելով ցանկանում եմ նշել, որ մենք արդեն իսկ ապացուցել ենք, որ կարող ենք փոխել երկրի տնտեսական տրամաբանությունը եւ այսօր մենք կանգնած ենք այն կետում, որտեղ այդ փոփոխությունները պետք է դառնան անշրջելի։
Եվ չնայած պատերազմի վաճառականների ջանքերին միևնույն է, անկախությունն ու ինքնիշխանությունը հաղթելու են ֆորպոստին, ժողովրդավարությունը հաղթելու է բռնապետությանը, զարգացումն ու բարեկեցությունը հաղթելու են կոռուպցիային ու անկախությանը եւ վերջապես խաղաղությունը հաղթելու է պատերազմին։ Իսկ խաղաղությունը պահպանելու համար պետք է հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել մեր խաղաղությանը։